երազի իմ երկիր, հայրենի։ Մայստրո Ռոբերտ Ամիրխանյանը երգում է հայոց բանակի օրհներգը, իր այն ստեղծագործությունը, որն ամենից հաճախ օտար կատարողները վերցնում են, երգում, երբեմն նույնիսկ փոփոխում, այս ամենը առանց նրա իմացության։ Ռիթմ եմ փոխում մեջը։ Մեկը ինձ ասում է, որ երազի երկիրը այսպես կերպար է, որ ինքը կարծես թե իմ մտքի մեջ երազիս մեջ ձևավորված այսպիսի պատկեր ունի, երազի իմ երկիրը։ Իսկ ես երբ որ առաջարկում են երազ իմ երկիր դարձնել, կնշանակի ինքը չկա։ Դու ստեղծում ես մի բան, որ երազի պես մի բան է։ Երազին բոլորովին ուրիշ նշանակություն ունի։ Ով կարող է փոխել դա, ասեք խնդրեմ։ Ռիքը փոխում են։ Մայստրոն դեմ չէ, ասում է, թող երգեն, ավելին նրա խոսքով վերջին շրջանում իր գրեթե բոլոր ստեղծագործությունները հենց այլ կատարողների ձայնով է լսել։ Ինքը հեղինակն է, բայց այդ երգերը միայն իրենը չեն, մարդկանց համար է գրել, ասում է, սակայն նաև հարցնում, ինչու են երգում առանց իրեն հեղինակին գոնե տեղյակ պահելու։ Ես այդ վճարումների հարցը կդնեի ամենավերջին տեղում, ամենապարտադիր տեղում, հասկանալի որ դա տեցել պետք է լինի։ Ստեղծագործության համար, կատարման համար պետք է տեղեկացնել։ Անպայման։ Ինչու է դա կարևոր։ Ես տեսնում որ Հայաստան աշխարհը նախկինում բիզնեսի կուլտուրա չի ունեցել։ Բիզնեսի ներքին բովանդակային մասը կապված է անձնական շահի հետ։ Եթե ես այդ շահով տարված եմ շատ, ինձ արդեն ուրիշ մարդը չի հետաքրքրում։ Որտեղ է փլվում մեր պետականությունը։ Երգահանների երիտասարդ սերունդն էլ ունի այս մտահոգությունը։ Նիկ Էգիբյանի երգերն օրինակ առանց իրեն նախապես տեղյակ պահելու, իրենից թույլտվություն ստանալու, ինչ լեզվով ասես, որ չեն թարգմանել։ Մի ուրիշ գլխացավանք են ռեստորանները։ Համաձայն օրենքի արտիստի ստեղծագործությունն օգտագործելու համար պետք է նրան վճարել, այնպես ինչպես ասենք ինչ-որ ծառայությունից օգտվելու համար, բայց մեր երկրում մասնագետների պնդմամբ օրենսդրությունն ու իրականությունն իրարից էականորեն տարբերվում են։ Այսպես մնալ չի կարող, 21-րդ դարում շատ սխալ է։ Ուրիշի ինտելեկտուալ սեփականությունը օգտագործելով վաստակել գումար եւ չտալ համապատասխան տոկոսը իրավատիրոջը։ Շատ քիչ ռեստորաններ կան, որ վճարում են, ռեստորանային կուլտուրան իհարկե պետք է մի քիչ ավելի ձևով էս ամեն ինչը վերահսկել, պետական մարմինների կողմից դա պետք է բնականաբար արվի, որովհետեւ ինչ կանել, որ մենք բոլորս փորձենք ինչ որ մի բան անել, ինչ որ ծանոթի եւ ընկերոջ կարգավիճակով, այդ ամեն ինչը չի աշխատի։ Գիտության, գրականության եւ արվեստի ոլորտներում հեղինակային իրավունքների հարցերով Հայաստանում զբաղվում է հայ հեղինակը։ Հեղինակային եւ հարակից իրավունքների մասին օրենքով սա միակ հասարակական կազմակերպությունն է, որ կոլեկտիվ կառավարման իրավունք ունի։ Այսպես ամբողջ աշխարհում է հետսովետական միայն մի քանի երկիր կա, որ դեռևս պետական կարգավիճակով է պաշտպանում իր հեղինակներին, բայց նրանք էլ հասարակական կազմակերպություն դառնալու ճանապարհին են։ Ինչ վերաբերում է կոնկրետ մեր հայ հեղինակին, ապա Սուրանկյան հետ զրույցում հասարակական կազմակերպության գլխավոր տնօրենը հաստատում է, այժմ իրենց հիմնական խնդիրը ռեստորանների, առևտրի կենտրոնների եւ համերգների կազմակերպիչների հետ է։ Իրենց հետ չեն աշխատում, պայմանագիր չեն կնքում, հայ հեղինակների երգերը օգտագործում են, դրա դիմաց չեն վճարում։ Գալիս են այստեղ, համերգներ են տալիս, աշխատում են Հայաստանի հաշվին մեծ փողեր եւ չեն մտածում, որ պետք է այդ հնչված հեղինակներին համար նախատեսել հոնորար։ Պետք է բոլոր կառույցները հայ հեղինակի հետ նախապես կնքեն պայմանագիր, ներկայացնեն ցանկը ստեղծագործությունների, որ համերգը տալուց հետո այդ տոկոսը, որ նախատեսված է մինիմալ դրույքաչափով, վճարեն հայ հեղինակին, հայ հեղինակը բաշխի հեղինակների միջև։ Ընդ որում այն գումարը, որ պետք է ամսական վճարել հայ հեղինակին, տնօրենի խոսքով չնչին է։ Գումարը կապված է ռեստորանի տարածքից, մեծ, փոքր, միջին, ըստ դրույքաչափերի է որոշվում, ինչքան գումար պետք է վճարի տվյալ ռեստորանը։ Կոնկրետ այս պահի դրությամբ մինիմալ դրույքաչափերը շատ փոքր գումար են, շատ։ Հայ հեղինակի նամակները հիմնականում անպատասխան են մնում, ինչու հարցնում ենք Մարինե Ավետիսյանին։ Ինքն էլ չգիտի, այսքան ժամանակ պարզաբանում չի լսել, չեն ուզում, չեն վճարում ըստ նրա ենթադրության։ Իսկ ռեստորանների ասոցիացիայի նախագահը պնդում է, խնդիրը գործող օրենքի չափորոշիչների հետ է կապված։ Կան տեղեր, որտեղ երաժշտությունը ընդհանրապես ֆոնային ինչ-որ բան է, որը ընդհանրապես չի ազդում գործունեության վրա, գործունեության տեսակի վրա, գործունեության լավ կամ վատ աշխատելու վրա, այստեղ էլ պետք է տարբերակներ մտցնել։ Հանրային սննդի օբյեկտը, որտեղ երաժշտությունը որտեղ կարևոր է շատ եւ որտեղ
ընդհանրապես պետք չի։ Այստեղ էլ պնդում են օրենքը իրականությանը համապատասխանեցնելու անհրաժեշտություն կա։ Պետք է լինի տեխնիկապես հեշտ վերահսկողության առումով թեթե, որովհետեւ մենք մի հատ վերահսկողեն չունենանք մեր գլխին։ Գործող օրենքն այնքան էլ վատը չէ, համոզված են հայ հեղինակում, կարծում են խնդիրն առավելապես իրավական պահանջներին չենթարկվելու մշակույթի հետ է կապված։ Ուրեմն պետական վերահսկողության անհրաժեշտությունն է ընդգծվում։ Ի վերջո 1480 հեղինակ ունեն, այդքան ստեղծագործողի իրավունք են փորձում պաշտպանել, ամբողջությամբ չի ստացվում, պետությունը ձեռք պետք է մեկնի, իսկ կառավարությունում այնպես չէ, թե իրենց մասին չգիտեն։ Վարչապետ Փաշինյանն իր վերջին երկնօրինակ այստեղ գրանցել է։ Իրական Հայաստան երգը ուղարկել է հայ հեղինակ գրանցվելու համար։ Մենք գրանցել ենք երգը, տվել ենք տեղեկանք երաժշտության եւ բառերի, Նիկոլ Փաշինյանը բառերի հեղինակն է։ Այսինքն տեղյակ են, որ այսպիսի կառույց կա։ Բայց օրենքն այնուամենայնիվ գործադիրն առաջարկում է փոփոխել, այն վաղուց են ընդունել։ Ժամանակներն այո փոխվել են, գլխի վայր շուռ տալով խաղի կանոնները, սակայն հայ հեղինակում դարձյալ մտահոգ են։ Նոր նախագիծը copy-paste է, ինչ որ երկրից պատճենել են, թարգմանել, նախագիծ դարձրել։ Ուշադրություն չենք դարձնում օրենքի գրման տեխնիկային։ Ուշադրություն չենք դարձնում մեր բառամթերքին։ Մենք արտագրում ենք օրենքները տարբեր տեղերից, փորձում ենք առանց իրավահարաբերությունների էության մեջ մտնելու գրել օրենքներ, որոնք չեն գործում։ Այս պահին գործող իրավակարգավորումներով հեղինակային իրավունքով զբաղվող կառավարական լիազոր մարմին չկա, այն որ որոշ հարցերում էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ գործող մտավոր սեփականության գրասենյակը պատասխանատվություն ունի, այս մասին հնարավոր է տեղեկանալ արդեն ընթերցելով կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքը։ Ամեն բան ըստ մասնագետների այստեղից էլ սկսվում է։ Մտավոր սեփականություն լայն հասկացություն է, նրա մի մասն է հեղինակային իրավունքը։ Ես կարծում եմ նախ այդ կառավարության գործունեության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում պետք է շեշտադրված լինի նաեւ հեղինակային իրավունքը եւ հարակից իրավունքները գոնե փակագծում։ Երկրորդը պետք է այս ոլորտում իրավահարաբերությունների պետական կարգավորում լինի, թե քաղաքացիական օրենսգրքում, թե այս օրենքում։ Երբ վերջին նոտան հնչում է, մնում է մի ավելի խնդրահարույց ու դժվար լսելի հարց, որքան ժամանակ կարող է արվեստը գոյատևել առանց այն միջավայրի, որը պետք է պահի, պաշտպանի ու գնահատի այն։ Ստեղծագործողների տարբեր սերունդների, տարբեր փորձառությունների մարդկանց ձայնը միևնույն շեշտադրումով է, ստեղծագործական աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվի։ Իսկ փոխվելու է այն պահին, երբ համակարգերը սկսեն աշխատել, մինչև այդ հեղինակները հենց իրենք են փորձում պահել այս ոլորտի մունդիրը, երբեմն միայնակ, երբեմն անհասցե սպասումով։ Էդուարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, Սուրան Գյուղ։